Մինչև ընտրությունները հարցումներ էին արել եւ հարցվածների մեծ մասը ասել էր, որ եթե այս իշխանությունը վերընտրվի, իրենք պատրաստ են դուրս գալ փողոց եւ հենց փողոցի միջոցով իշխանապողություն իրականացնել։ Հիմա հաշվի առնելով այս արդյունքները, արդյոք դուք պատրաստվում եք փողոցային պայքար սկսել եւ օրինակ ինչն է խանգարում վերցնեք մանդատները կամ չվերցնեք, ինչ կորոշեք ու փողոցային պայքար սկսեք։ Դե հիմա այս պայդրությամբ ես ասում եմ, մենք այս հետընտրական փուլում ենք, պատահական չի այս ասուլիսը։ Այդ բոլոր որոշումները կայացնելու համար այո իրապես կան քաղաքացիներ, ովքեր պատրաստական են, կան քաղաքացիներ, ովքեր ասում են պատրաստական են, բայց չեն դուրս գալի փողոց, կան քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես ամեն ինչ քննադատում են ու տեղեկատվական աժոտաժ են ստեղծում։ Մենք որպեսզի որոշում կայացնենք, պատասխանատու նախ ունենք տեսլական, մեկ առաջնահերթ տեսլական, մի հատ կազմակերպենք քննարկում մեր ընտրողի հետ, ինչ որ ձևաչափով, բայց մինչ այդ էլ այս process-ը պետքա ինչ որ ձևով ամփոփենք։ Շնորհակալ եմ։ Անի Աբախյան Էգեսի մեդիա Տիկին Մելոյան արդարադատության նախարարն ասում է, որ առանց ազգային ժողովի որոշման ժողովուրդն իրավունք ունի հանրաքվե անել, որոշել սահմանադրական փոփոխությունների հարցը։ Ինչպես է կարգավորում օրենքը, եթե իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, կա տարբերակ շրջանցելու սահմանադրությունը, կարող են նրանք հանրաքվե անել առանց նախագիծը ազգային ժողով ներկայացնելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ոչ տեսեք ինչն է, ազգային այս պաշտոնատար անձը այս պարագայում արդեն երկրորդ անգամ իրավական ակտ է շրջանառում, չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, մեր երկրում սահմանադրական բարեփոխումները իրականացվում են իրավական ակտով, կա վարչապետի որոշում։ Օրինակ այդ նույն վարչապետի որոշումով ժամկետ կար, որ պետք է հրապարակել վեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ։ Այդ հայեցակարգը ըստ էության, եթե չեմ սխալվում, արդեն ժամկետը վարվել է ու նաև նախարարը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հայեցակարգ կարգ ներկայացնելուց ու հանուն արդարության, այո, իրանք 8 տարի է շարունակավոր ունեին օրակարգում սահմանադրական փոփոխություններ, որը Ալիևի անմիջապես հայտարարությունից հետո պահանջից, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություն կատարի, մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը վերածեց նոր սահմանադրության ընդունման, որովհետև իրանց խնդիրը մեր անկախության հռչակագրի հետ է, որը ինչ ասեմ, մեր դժբախտությունն է, որ այսօրվա մեր վարչապետը կռիվ է տալիս մեր հիմնարար ծննդյան վկայականի անկախության փաստաթղթի հետ, անկախության հռչակագրի հետ ու պիտակավորումներ ու որակումներ է թույլ տալիս, իրենք վերածեցին նոր սահմանադրության ընդունման օրակարգի ու ինչ մի արձանագրում ենք կատարում 8 տարի է մեր երկրում օրակարգ կա սահմանադրական փոփոխության ու մեկ հոտված թղթին տրված նախագծային դեռ չի ներկայացվել։ Այս սա ամենամեծ ահազանգն է։ Սա Վենետիկի հանձնաժողովում կարմիր թելով անցնում է հանրային հաշվետվողականություն, մասնակցելիություն, թափանցիկություն, որը այդ թվում այդ նույն վարչապետի որոշման մեջ է սահմանված, որպես հիմնարար սկզբունքներ։ Այս ամենը կոպտորեն խախտված է, որովհետև այս սահմանադրության փոփոխության ու նոր սահմանադրության ընդունման օրակարգը միայն մի սպասարկելիք ունի, դա Ալիևյան պահանջի սպասարկումն է, ինչը եւս Վենետիկյան հանձնաժողովի կարմիր թելով որոշումների անցնում է ու կարծիքների, որ չի կարող երբևիցե որևէ պետության հիմնարար փաստաթուղթը սահմանադրությունը դառնալ արտաքին սպառնալիքի առարկա։ Դա ներքին գործերի ու այդքան շահարկված ինքնիշխանության միջամտություն է։ Հիմա սրանով վտանգվում է մեր պետության ինքնիշխանությունը, որովհետև հակադիր պետությունը մեզ թելադրում է փոփոխելու եւ ընդունելու նոր սահմանադրություն։ Երբ Թուրքիան ասում է համարձակ քայլերի դիմեք, արդյոք սրա մասին է խոսքը։ Ում է ասում համարձակ քայլերի։ Հայաստանին երբ որ շնորհավորում է ընտրության արդյունքները դե այդ նույն արտաքին միջամտություններ էլի որ այդքան շահարկում են, հա, այս նախընտրական փուլում կարող է մի հատ հետ հայացք նետենք, թե ինչ ծավալի արտաքին միջամտություններ, ինչ հիբրիդային հարձակումների ենթարկվեցինք մենք, մեր քաղաքացիները ու մեր քաղաքացիների կամքը, ով չալարեց Հայաստանի քաղաքացու փոխարեն որոշում կայացրեց, ում ընտրեն, ում աջակցեն եւ այլն։ Խնդրեմ Իզաբել ջան, Իզաբելն է, մի քանի հարցի կխնդրեմ անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանի գիշերային ասուլիսը հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2-ի ասուլիս էր հրավիրվել այն պայմաններում, երբ դեռևս Երևանի տվյալները ամփոփված չեն եղել, այսինքն որտեղից այդ ինքնավստահությունը, որ իրենք հաղթելու են, կխնդրեմ դրան անդրադառնալ։ Երկրորդը վճռավետ դատարանի որոշմանը, որից այսինքն ընտրությունից ընդամենը 1-2 օր առաջ հունիսի 5-ին որոշում էր կայացվել,
որով ցուցակների ճշգրտման հարցերը հիմնության ենթարկա էին վարչական դատարանին, ինչով պայմանավորված նաև խառնաշփոթ էր առաջացել եւ մի շարք անձինք, որոնք պատրաստվում էին ընդգրկվել ցուցակներում, փաստի առաջ էին կանգնել եւ հնարավորություն չունեին ոչ վարչական դատարանն էր հասնում հայցերը բավարարել, ոչ հնարավորություն են ունեցել քվեարկել այդ անձին։ Այդ երկու խնդիրներին կխնդրեի անդրադառնալ, ինչպես նաև որոշում ունեք սահմանադրական դատարան դիմելու եւ արդյոք այս խախտումները հիմք ընդունելով կարող ենք արձանագրել, որ ընտրությունները չեն անցել լեգիտիմ եւ կարող ենք արդյոք այսպիսի գնահատական տալ, որ կեղծված են։ Շնորհակալ եմ, սկսեմ վերջից, այո, այս ծավալը միջամտությունների ու հատկապես էլի ընդգծեմ, հատկապես նախընտրական շրջանում, նախընտրական քարոզչության ընթացքում, բաց այդ կերպով մեր համար բոլոր անհարմարությունները, անհավասարությունները, այդ թվում ինչու ոչ չանդրադառնանք պետական ռեսուրսների ու վարչական ռեսուրսի այլ շահարկումների, օրինակ տարբեր չակերտավոր օրինական կաշառքներ բաժանելուն, որի վերաբերյալ կրկին, բավականին լայնածավալ նյութեր ունենք ու հնդածս ԿՀ դիմումներ ենք ներկայացրել, այդ նույն բարեգործության արգելքը, այդ նույն մի շարք սահմանափակումներ, որ մեր նկատմամբ նորմալից ավելի լայն էր կիրառվում ու մեր նկատմամբ իրավական միջամտությունների տեղիք տալիս թույլատրելի էր քաղաքացիական պայմանագրին ու բացահայտ կերպով, անթույլատրելիության սահմաններում։ Ինչ վերաբերում է վերջին, դա արդեն կրկին քաղաքացու կամքը շրջանցել էր, քաղաքացու կամքը չհարգել էր, երբ ընդամենը մի քանի տոկոս ձայների հաշվարկ էր տեղի ունեցել ու այդ բայդրությամբ իշխող ուժ հանդիսացող քաղաքական ուժը կանգնում է ու իրան հռչակում է հաղթող։ Այսինքն արդյոք սա հիմնավոր կասկածի տեղիք չի տալիս, որ հնդածս իրենք միջամտություններ են իրականացրել ու համոզված են այդ միջամտությունների համար։ Սա, եթե իրավական պրոցես լինի, եւս մեկ ապացույց է լինելու առ այն, որ քաղաքացիական պայմանագիրը ծավալուն ընտրակեղծիքներ է իրականացրել ու բացի փաստացի ընտրակեղծիքներից իրավական գործընթացների շրջանցումից դա կրկին ասում եմ, սահմանադրաիրավական ճշմարտության նկատմամբ միջամտություն է, որ իրենք դեռևս մեկնարկած հաշվարկի պայմաններում հրատապ ասուլիս են հրավիրում եւ նման հայտարարություն են տարածում։ Արդյոք այլ արդյունքի կանխարգելում չէր նաեւ սա։ Մի շարք վերլուծություններ կարող են կատարել։ Շնորհակալ եմ։ Դատարանի եւ սահմանադրական։ Տեսեք, այդ կրկին, իրավական ասեցի արդեն այն նորմայի սահմաններից դուրս էին խախտումները, օրինակ նույն անձնագրայինների պայմաններում, կարծում եմ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովին է, եթե դիմեք, հազարավոր ահազանգեր ստացած կլինի, որովհետեւ անձամբ ինձ քաղաքացիները տեղեկացրել են, որ ԿՀ-ել են դիմել, իսկ սահմանադրական դատարանի հետ կապված ասեմ հետեւյալը, որ էլի սպասենք արդյունքների, հասկանանք համապարփակ իրավիճակը ինչպիսին է ու որոշում կկայացնենք, էլի որոշակի քաղաքական նրբություններ էլ կան այդ որոշման կայացման մեջ։